Իսպանիայի Վալենսիա քաղաքում անցկացված Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսի ընթացքում Եվրոպական խորհրդարանի падգամավորներ Միրիամ Լեքսմանն ու Ռասա Յունիկևչիենեն բարձր են գնահատել Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ու դեպի Եվրամիություն ընթանալու Հայաստանի ջանքերը։ ԵԽ падգամավորները նման հայտարարություն են արել Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսի Հայաստանում ընթացիկ քաղաքական իրավիճակը վերնագրով բանաձևի ընդունման ժամանակ։ Եվրոպական խորհրդարանի падգամավոր Հայաստանի հարցով զեկուցող Միրիամ Լեքսմանն իր ելույթում մասնավորապես նշել է, որ ընդունված բանաձևը նպատակ ունի աջակցել Հայաստանում վերջին քաղաքական զարգացումներին և օգնել Հայաստանին Եվրոպական միության ուղղությամբ ընթացող իր նախաձեռնության մեջ։ Լեքսմանը հորդորել է լիակատար աջակցություն հայտնել Հայաստանին Եվրոպական միություն տանող ճանապարհին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վահրամ Դումանյանը նշանակվել է վարչապետի խորհրդական, ավելի վաղ հաղորդվել էր, որ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Վահրամ Դումանյանն ազատվել է նախագահի խորհրդականի պաշտոնից։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Արտուշ Գաբրելյանը կալանավորվել է, տեղեկությունը հաստատել են գլխավոր դատախազությունից։ Դատավորը մեղադրվում է կաշառք ստանալու համար։ Հիշեցնենք, ԲԴԽ-ն ապրիլի 30-ին բավարարել է Արտուշ Գաբրելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն տալու գլխավոր դատախազի 2 միջնորդությունը։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին մայիսի 9-ին չի ժամանելու Մոսկվա։ Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ապրիլի 30-ին հայտնել է, որ Մոդին չի մասնակցի երկրորդ համաշխարհային պատերազմում նացիստական Գերմանիայի նկատմամբ տարածած հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին։ Նա ասել է, որ Հնդկաստանի վարչապետը պաշտոնական հրավեր ստացել է ապրիլի սկզբին, բայց չի գալու։